Շանթ հեռուստաընկերությունը և HD Production-ը ներկայացնում են։ Դիմավորեք Հովհաննես Դավթյան։ Բարի երեկո, շատ սիրելի հանդիսատես, սիրելի հեռուստադիտողներ և հետևորդներ։ Սա HD Stand-up նախագիծն է HD Production-ի YouTube ալիքում և Շանթ հեռուստաընկերության եթերում։ Բարով եք եկել սիրելիներս։ Այո, սիրելի կանայք, աղջիկներ, ինչքան էլ զարմանալի է, բայց այսօր նորից խոսելու ենք ձեր մասին, քանի որ դեռ գտնվում ենք կանանց մի ամսյակի մեջ։ Եկեք եւս մեկ անգամ ոգևորենք, շնորհավորենք եւ ծափահարենք մեր շատ սիրելի կանանց, աղջիկներին, մայրերին, քույրերին, տատիկներին, իգական սերի բոլոր ներկայացուցիչներին։ Այո, կինը հրաշալի մի երևույթ է, առեղծված, կնոջ մասին ինչքան խոսես, կնոջ տեսակները ինչքան բացես, այնքան բացելու տեղ կա, ինչքան քննարկես, այնքան ավելի շատ տեղ կա։ Անցյալ հաղորդմանը մենք խոսում էինք աշխատանքային կանանցից, չէ, գոլեգաներից, աշխատանքի վայրում պատահող տեսակներից, շատ հրաշալի մեր հանդիսատեսը, դուք տեղում եք, բարև ձեզ, նույն դահլիճն է։ Ես մոռացա խոսել մի շատ հետաքրքիր կնոջ տեսակից աշխատանքային, մենակ չասեք, որ էտել ունեք, մտքիցը սկսվեց էլի, նայեք, մտքիցս թրել էր, էդ գիտեք, որ աղջիկն է, այն որ Ինչ ասեք, որ նեղանում է, չէ, դրան էլ կանրադառնանք, դե կինը միշտ նեղանում է, երբ պետք է, չէ, այն որ շեֆի հետ մոտիկ է, կա, արդեն բոլորին ծանոթ կերպար, չէ, ուրիշ բան մի մտածեք, ուղղակի տենց կամ ընկերոջ կինն է, կամ եսիմում, եսիմիշնա, չգիտեմ, այն որ իրա համար զանգել են, որ եկել է գործի ընդուն, գիտեք, որ նա այն, ինքը ուրիշ է, բոլորը ուրիշ, այ տենց է գալի, այսինքն ինքը ուրիշ է, բոլորը նույնը, բոլորը պերերիվ են անում իրար հետ, ինքը գնում է դուրսը փողով լանչ է անում, իմացաք, սիրուն ծաղկավոր շորիկները հագնում, տենց մակիաժը, եղունգները բան միշտ թույն սարքած, որ ինքը 40 տարեկան է, բայց 28 է երևում, լավ սենց ասեմ, այն որ կինըտ ամենաշատը իրան է խանդում, հասկացաք տղամարդիկ, խանդելը որն է տրաքում է դրանից, ծխկվում է, որ ասենք, չգիտեմ, կոլեկտիվով գնում է քեֆի, կոլեկտիվի քեֆն է, կամ չգիտեմ, ամանորի փարթին է, գնում ես հետ ես գալիս տուն, ասում է, լավ անցավ, որն ես տոնով ասում, վախում ես, ասես, հա, լավ անցավ, ասում ես, հացավ էլի ասի, ֆրում երկու րոպեից գալի, ասում է, նորմալ ուրախացակ, նույն հարցն է տալի, մեծ հաշվով, ուղղակի ուզում ասի, կարող է լավ անցը, չես ուզում ասես, որ չնեղվեմ, ասում ես, ոչինչ բան, բայց ինքը ուրիշ հարց է տալի, դու զգում ես, որ ինքը խոսում է ուրիշ բան, բայց մտքում ուրիշ բան է, պտտվում, տեղը չի գտնում, մի քանի րոպեից գալի ասում է, այն փնթին էլ էր այդտեղ, մեղա, արա, կարելի է, ազնվությունը ուր մնաց, ամենաակուրատնի աղջիկն է, որ դες գցում ես, այն սաղ փնթիներին թողած դրան ասում փնթի, հասկանում եք, շատ հետաքրքիր են։ Իմիջայլոց նկատել եք, որ մեր կանայք գործի տեղի բոլոր շարժերից տեղյակ են ու բոլորի մասին գիտեն տղամարդիկ։ Տենց է թե չէ, հա? Այո։ Իսկ դուք չի եղել, որ զարմանաք, արա որտից գիտեր հետիվա։ Ասեմ որտեղից գիտեր, պատմեմ։ Ուրեմն ինքը պարբերաբար, չգիտեմ դա որ օրն է տեղի ունենում, որ ժամին, ինչ հոգեբանական կամ ֆիզիկական վիճակում, բայց ինքը պարբերաբար հարցնում է, գործի տեղի ինչ կա? Մենք էլ սկսում ենք գործի տեղը, բան չկա, այն Սերոժին հանին գործից, որտեղ բանի կնգա հետ էր վարելնամ, այնի նրան խանդում էր, այնի նրան կապնված էր, այնի վարելնամ, այնի հավատարիմ է, այնի ուշացող, այնի վարել, ապրես, նստի, հինգ, դալբ, կերազանցիկ գրյոբնի, սաղ պատմիր, արա, հետո է զարմանում ենք որտեղից գիտի, պատմել ես որտեղից գիտի,
Բայց հələ դու իրան հարցրա ինչ կա գործի տեղը, ինչա պատասխանում կինը։ Ես իմ նույնը։ Ոնց գիտես։ Իսկ դու ոչ մի բան չգիտես։ Ոչ մի բան։ Որովհետև երբ հարցնում ես աս մոդելը ավելի լսի, չի գործի տեղը անդադ է թեմաներով գալիս եմ տուն, մի քիչ ցվրվեմ, էլի գործի տեղից ես հարցնում, թող գործի տեղը մնա գործի տեղ։ Ընտանիքը մնա ընտանիք, ինչ ես խառնում իրար, արա բա դու չես հարցակննում ինձ, եթե տենցած է։ Չես հասկանում, էլի։ Կնոջը ոնց ձերա տալիս, տենց էլ անում է։ Կարծում եմ ինձ հետ համաձայն եք։ Նույն գենդերային հավասարության թեմաները։ Նկատել եք ովքեր են խոսում գենդերային հավասարությունից, որ իրանց ոչ մեկ ոչ մի բան չի ասել, հա։ Ասենք մենք որ կին ենք, մենք ինչ իրավունք չունենք, ինչով ենք պակաս տղամարդուց, մեր իրավունքները, արա ով է բան ասել։ Անդադ բան չի, ասենք ընկերուիներով գնում են ինչ որ տեղ, հա։ Կինդ գնում է ընկերուիների հետ ինչ որ տեղ, գնանք մի քիչ բան, սրճենք, ասում ես գնացեք կաֆե, հետո կարան գնանք դիսկո, կլուբ, բան, ասում ես դե գնացեք, կինա դե, վստահում ես, ասում ես թող գնա, մի քիչ ժամանակ անցկացնի, գնում է ժամը 10-ը, 10:30, 11, 11:30, 12-ի կոմերն է գալի, զանգում ես, ասում ես, բա ինչ եղար, կյանքից իմ ընկերուինն ասում ես, ես երբ կգաս, բա դե մի ժամ կես կգաս, ասում ես, ժամը 12-ն է, ինչ ասում կինը, բա որ դու ընկերներիդ հետ մինչև գիշերվա 4-5 բլոտ ես խաղում լավ է, մի հատ խորհուրդ ձեզ ելի տղամարդիկ, հենց այդտեղ անջատ եք հեռախոսում, իբր կապն ընդհատվեց, որտեվ եթե թողել եք ռազ ուժ, գնացել է, հասել է, նորմալ է, մի բզբզացեք, եթե հանկարծ այդ պահին ասեք ոնց թե դու ընկերներիդ հետ մինչև 4-ը, ես տղամարդ եմ, բաբամ, կնոջ իրավունքների պաշտպանի հետ գազովի փուչիկներով վերևից իջնում է դեմքից, չհասկացա, ոնց է դու տղամարդ ես կին, գիտեք էլի ինչ է, ես որ կին եմ իրավունք չունեմ, որ մենակ աման պտի լվամ, մենակ տները պտի մակնեմ, ես մենակ երեխա պտի պայեմ, որ ես որ կին եմ իրավունք նժան, մենակ երեխա է պայլում, ասում ես չէ, պետք չի երեխա պայել, ցավը տանեմ, կայֆավա տեղի նորմալ ընկերուիներիդ հետ, երեխեքը իրան էլ կմեծանան, պետք չի պայել, դուք հասկանում եք ինչա կատարում, դուք օրինակ պատկերացնում եք մեր տատերը Հիշեցիք մեր տատերին, մի քանի վայրկյան ձեզ ժամանակ եմ տալիս, հիշեք մեր տատերին, միջին վիճակագրական տատ, Լյուբոյի ստատ ստեղից, յուրաքանչյուրիս, Լյուբոյի տատ, պատկերացրեք, Լյուբոյի պապուն, չէ, Լյուբոյի տատ, Լյուբոյի պապուն չէ, յուր ամուսնուն, սխալ գնաց խոսակցուց, յուրաքանչյուր տատ իր ամուսնուն ասեր, ընկերուիներիս հետ, կլուբ եմ գնացեք, գերի կլուբ է, էլի ասեք, չգիտեմ, 12-ի մեկի կոմերը կգամ, ինչ տեղի կունենար, ես չեմ դուք ասեք, չգիտեմ, ինչ տեղի կունենար, բայց տեղի կունենար հաստատ նենց մի բան, որ մենք ոչ մեկս ծնված չենք լինի, տենց հա թե չեմ, գիտեք ինչն է հետաքրքիր, որ կինը երբ պետք է քնքուշ էակա, նուրբ էակա, չէ, երբ պետք է տենց է, բայց երբ պետք է մեզ ինչով են պակալ, մենք մարդ չենք, ես չեմ կարա ավտո քշեմ, ասում դե կարաս, գիտեմ, ձգտում է, բան, քնությունը հանձնում է, պրավան ստանում է, վարորդականը, հա, մեքենան առնում ես տագը, սկսում է քշել, դուք այդեղ հավասար եք, հենց մի բան փչացավ կյանքս, ախր ես, մягкий знак եկան, ես կին եմ, արհեստավորի մոտ ես ոնց տանեմ, սող տղամարդիկ են, որ թարս նայեն, ոյ թարս չնայեն կնգաս ուրա, սնում տանում ես, կյանքս ես ոնց տանեմ մոյկա, տանում ես մոյկա փողոտալի, կյանքս ես ոնց գնամ բենզին, տանում ես բենզին, ամեն ինչ անում ես իրանց համար, հա, բայց երբ պետք է նորից հոպ, դարավեն հինը, կամ ասենք գալիս եք շուկայից, խանութից, ծանր, բեռնավորված, հա, մի քանի ծանր տոպրակներով գալիս եք, ասում ես մի երկու տոպրակը պահի, էլի չեմ ասում չի պահի, ազնիվ լինենք, իհարկե վերցնում է, պահում է, բայց վայ այդ պահելուն, ամբողջ ճանապարհին ինչ ասում, այ մատներս պոկվեց, վայ ձեռներս թուլացավ, վայ ուսերս թմրեց, վայ ոտերս ծամրեց, վայ հարամը լինի սենց առևտուրը, վայ տենաս չէ, տենաս ընկերներից հետ որ մեկն է իրա կնգան սենց բարձում Իմիջայլոց նկատել եք սիրելիներ, որ մեր կանայք շատ սիրելի, երբ ուզեն ընկերներիդ կպնում են արան։ Այդ էլ ես չեմ հասկանում, երբ ուզի, որ ընկերոջդ մասին
Ինչ է այնտեղ ու Այդտեղ Նազենին ուրիշ ներկայացում ա դրե։ Այդտեղ սպուճուր կլուբ ա, հա, ոնց որ առանց։ Դուք մեզ հետ եք, մեր թեմայի մեջ եք։ Այո։ Ընտիր։ Սիրելի հանդիսատես, մեծ պրեմիերա Երևանում։ Իմպրովիզ, ստենդափ մեր հարկի տակ։ Նոր ձևաչափ, նոր հասցե, նոր ասելիք և 90 րոպե անդադար ծիծաղ։ Ապրիլի 10-ին, 11-ին և 12-ին երեկոյան ժամը 8-ին սիրով կսպասենք ձեզ HD Արենայում։ Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը, բաց մի թողեք հնարավորությունը լինելու մեր առաջին հանդիսատեսը։ Որն երբ ուզի, որ ընկերոջդ մասին ուզի, ինչ ուզի ասում ա, ես էդ էլ չեմ հասկացել։ Ասեք ասում են վաչոյի մեջ ինչ ես քթե, ես չեմ հասկանում։ Սա որը դրա հետ է, սորով սկսում ա։ Հիշեցիք նման դեպք, հա։ Ամեն ինչ մեր առօրյայից ա, չէ, ոչինչ օրինաց չի։ Ասում է ինչ ես քթե, դե սա որը բեսեդկեն վերընկած ա, սկսում ա արդեն կամած վիրավորել։ Ես կամացից ա մտնում մի անգամ։ Ասում մի քիչ դրա հետ երկար շփվես, դառնալու ես դրա նման նարկոման, մեղակ ես։ Արա ոթից նարկոման սարքեց այդ տղան։ Ընդհանրապես չկա, է տենց վա, 1000-ից մեկ կա իրիգունը ուշոտ բիսեդկեն մի հատ ծուխտ ա, հա, տղեն, լավ, հա։ Նարկոման, հետո սկսում ա ավելի վատ բաներ, այնքան մինչև բաժանի արա այդ ընկերոջից, բայց դու հլը փորձի իրա մի հատ ընկերու անուն տուր, հատկապես մի օրվա մեջ հլը փորձեք պատահելա նույն ընկերուհու մասին 2 անգամ ես խոսում հանկարծ ասենք ասում ես այն Արփինեն ես իմ ինչ բա մի 4 ժամ հետո ասում ես այն ընկերուհիդ Արփինեն բաբամ քեզ ու Արփինեին վերցնում ա մի հատ սև քառակուսու մեջ արդեն պրիցելի տակ ես ասում այսօր երկրորդ անգամ է Արփինեի անունը տալիս։ Էդ ինչ կախերը լինի, մի օրվա մեջ 2 անգամ հիշել ես Արփինեին, կարողա մի բան կա, հա? Կարողա դուրը տեկել է, կարողա հավանել եք իրար, հա? Կարողա ես ձեզ խանգարում եմ։ Կարողա դու զգամարանքից իրար հետ շփվեք։ Կարողա համարը տամ զանգես իրիկուններում, կարողա ու Արփինեին սկսում ա հետ մղել։ Շփումը դադարեցնում ա, ոչ զանգում ա Արփինեին, ոչ թողում ա Արփինեն իրան զանգի, զանգերին չի պատասխանում։ Ոչ գնում ա Արփինեի տուն, ոչ Արփինեին ա թողում իրանց տուն, Արփինեին տանում, մեկուսացնում ա, մի 2-3 ամսից իմանում ես Արփինեին պաձեզդում գլխից խփել է։ Տենաս ում արածը կլնի ընդհանրապես մտքովս չի անցնում, որովհետև շատ խանդոտ եք սիրելի կանայք, տենց հա թե չէ, ամեն ինչին խանդում են մեր շատ սիրելի կանայք, ամեն ինչին, չգիտեմ, իր ընկերուհիներին, քո ընկերուհիներին, գործ ընկերուհիներին, հարևանուհիներին, երեխեքիդ, մորդ, գործդ, ավտոյիդ, արայդ քո խանդում, ասենք չգիտեմ, քայլում ես կնոջդ հետ, մեկ էլ պատահաբար տեսնում ես դասարան ցուտ Դասարանի աղջկան, մի 10-15 տարի ավարտել եք, վայ հով ջան բան օրինակ, աստղիկ ջամպուրի վետ բան, ոնց ես լավ, ինչ կա, ամուսնացել ես, հիմար հարցեր կա, չէ, բա երեխեքից ում ես տենում բան դասարանի, ոչ մեկին բա դու, ոչ մեկին ամուսնացել ես, 2 տղա ունեմ, վայ, ասում ես աստված բայ, մա դու ամուսնացել ես, ասում ես, ես էլ եմ ամուսնացել, կինս ա, ծանոթացեք, ասում է շատ հաճելի ա, աստղիկ, կինը Ձերը օթում է ես աղջկա։ Կոբրա Իվանովնա։ Ես աղջիկը չորանում ա։ Մի անգամից ասում ա դե լավ մնացեք, կտեսնվենք, բան շուտ ուզում ա պոկվի, մի քյալագի չգա, հասկանում ա այդ բացասական էներգետիկան, տես Հատատուն դե լավ պակապա, մի հատ էլ պաչում ես, ուզած, հաջողանելուց գնում ա, արդեն դրաժենին ընգել ա, ասում այդ լավ էլ իրար շպտում էիք, Նազենին, ա, ասում այդ ռետուզ տարիքի սերերիցը տեր, հա երևի,
Լավ էլ ճաշակ ես ունեցել, ես գեշոյին բան սկսում արա կպնել բան, որ ես ասում էի 5 րոպեով մտնենք մոլ, ասիր ժամանակ չունեմ, սրա հետ 3 ժամ կանգնած խոսք, 5 րոպեով մոլ մտնելու հեքիաթին, ով է հավատում, տղամարդիկ, հանք։ Կինը 5 րոպեով մոլ, ով է հավատում։ Արա շոր են տանում, հետ տան, վազվրա տանեն, որ պետք է սենց տան, փողը վերցնեն, 25 րոպե է տևում, ոնց կալա, 5 րոպե բան ունեմ նայելու, հա։ Ասում քեզ որ ասում եմ 5 րոպեով մտնենք մոլ, ասի ժամանակ չունեմ, սրա հետ կանգնած 3 ժամ խոսում էիր։ Ես հասկացել եմ մի բան էլ, որ կանանց մոտ կանանց ուղեղում ժամանակի զգացողության դիոդը խփած է ինչ-որ։ Որովհետև որ ստեղ 5 րոպե ես խոսացել, այնտեղ 3 ժամ էր տևելու հակառակը, հա։ Հասկանա՞ք, ասում եմ, ես 5 րոպեով մտնենք մոլ 3 ժամ խոսում էր, բայց 5 րոպե է խոսացել 3 ժամով պետք է մտնեին, լրիվ թարս է, էլի կինո են, կինո։ Կանայք կինո են, ես համոզվել եմ։ Ինձ թվում է պետքա կինո լիներ, կին ա եղել, մի տար պակաս է ստացվել։ Իդեպ բազմաժանր կինո են կանայք, բոլոր ժանրերը ներառում եք, ես հասկացել եմ, մենք դա խորացել ենք, էլի։ Օրինակ կնոջ մտքերը ֆանտաստիկայի ժանրից են միշտ, այդ կինոն է, ֆանտաստիկա։ Չգիտեմ, գիշերը մասկա դրած դուրս է գալիս դեմդ, ուժս է։ Մեքենան պարկովկա է անում Բաքում, կոմեդիա է։ Շատ հաճախ դառնում է տրագիկոմեդիա, որ խազում է հարևանի ավտոները, բայց պետք է վրան շատ չխոսաս, դեռ մի քիչ երկար խոսացիր չափից ավել, դառնում է պատմական կինո, պատմական, այնքան է խոսում, պատմություն է սարքում, դա վերջում կամքս դու ճիշտ ես, հարի մի հատ է խազի։ Խազելը որ նորմալ նորմալ խփի էլի բան հասկանանք, ինչ է։ Չգիտեմ, գիշերը խմած առավոտվա 5-ին գալիս ես տուն, բոյևիկա, հանկարծ աչքդ կպնում է հեռախոսդ բաց է մնում, դառնում է դետեկտիվ։ Մտնում է հեռախոսիդ մեջ, ուզում է հասկանա ուր ես եղել, որ առավոտվա 5-ին խմած եկել ես տուն։ Ու եթե հանկարծ մի բան բռնցնում է հեռախոսիդ մեջ, դառնում է 18+ ժանր։ Իդեպ կանայք, այդ ինչ սովորություն է ամուսինների հեռախոսները քչփորելը, ձեր ցավը տան, բա կարելի է, չի կարելի, չէ։ Ով է մտնում ամուսնու հեռախոսի մեջ։ Մի հատ անկեղծ ասեք, սիրելի կանայք։ Ծափարեք, ովքեր քչփորում են բարբերաբար իրենց կողակցի հեռախոսները։ Սուտը մեռնի, որ այդ 3 հոգին։ Սիրելի կանայք, եկեք ազնիվ լինենք, այսօր տոնական երեկո է։ Տեսեք, ամեն ինչ անում ենք ձեզ համար, դուք էլ մեզ հետ ազնիվ եղեք։ Ովքեր են սիրելի կանայք եւ աղջիկներ, բարբերաբար մտնում եւ քչփորում իրենց կողակցի հեռախոսները։ Ծափարեք, խնդրեմ։ Մանրից բացվում։ Մնացած սրբեր են, նայ, մնացածի դուք։ Ամուսնու ինչերը։ Չենք լս հեռախ, հա, այդ են որ ականջին դնում այդ, չի ամուսինը հեռախոս ունի, չի։ Չի։ Բոլորը, հա, ոնց հասկացա։ Բոլորը ոնց հասկացա։ Լավ կեսը, լավ մի մասը հասկացան, բայց չի կարելի, չէ, այդ ձեր ցավոտան։ Հենց հեռախոսդ եւ կնոջդ թողում ես մենակ, ինչ որ մի X վայրում, ասենք 2 րոպեով ոտդ քաշում ես, դե կոդը գիտի, պարոլը իհարկե, չէ, քննար։ Գիտեք, չէ, պարոլը, լավ։ Չեք բացում, բայց գիտեք, չէ, ամուսինների։ Ինչի մասին է խոսքը։ Հանկարծ որ պարոլդ էլ փոխում ես, հենց նույն օրը ասում այդ պարոլդ փոխել ես, հա։ Ամոթ։ Քեզ թվում էր մտնելու էի հեռախոսդ նայեի։ Մորը սարե վարա։ Բա ոնց իմացար, որ պարոլս փոխել եմ, որ չէիր մտնելու, մեղակ է։ Դե մտնում են առաջինը ինչ են անում, առաջինը մտնում շատ կարճ ժամանակ կա, չէ, ոնց գիտեմ առաջինը SMS-ներն եք նայում, չէ, մի հատ ում ինչ ա գրել, ում ինչ բան, մի հատ հանկարծ տեսնում, մի հատ աղջիկա մի 6-7 ամիս առաջ գրել է happy birthday, պահ, ոնց կլներ։ Էդի պահում է մի հատ էլ Instagram-ում post կտալի ում ա լայքել, բա մեծ դոշերով աղջիկա սրտի կա դրել, վերջ, շուտ փակեց, այդքանը իրան հերիքա մի քանի ամսվա համար։ Ու ձեն չի հանում, գոնե շուտ տեղում տրակցնի, բրցնի կոնֆլիկտ է, ինչ ես խոսում գնա, քցումա ներս մի հատ պերևարի տանում,
Մի գիշերներով տանջվում, գցում բռնում, խմորում նրա գնում, հետը չի խոսում, ճոկում ես, որ մի բան եղել է, կոնֆլիկտը հասունանում է, սև ամպեր են կուտակվում գլխից, որ հետը խոսում ես, ենքով գնա, ինչ է, ենքով գնա, ոչ մի բան, բայց ինչ է, ենքով գնա ասում եմ, ոչ մի բան, դե լավ ասա ինչ է, ոչ մի բան չեղած ասում եմ, էտեցյոնով, ոչ մի բան չեղած ժամանակ, տենց բան տեսել եք, ոչ մի բան չեղած կնոջ բանա պահված, ոչ Եկում դու լավ կյոմ, ձերդ կեժի զոբացա, անկապ սաղին են, խեղջ երեխեն էր 3 տարեկան, դրա վրա հերսը թապում են, խաղալիքն եմ անցես են ագրրադығы ես կարամ ես տոմ, ասնիս աստվաս ճան, երեխուս մի բան չանի անկած, մի վնաս չտա, ես ջանդամ երեխում, պահում, էպում կլորացնում մի հատ հարմար առիթի ճալակ, ասենք հերթական օր ասում մի հատ օգնի երեխուն քիմիայի գրավորները թողան, ասում քիմիայից լավ չեմ, ես մոռացել էի, դու քիմիայից լավ չես, դու ծնունդ շնորհավորելուց ես լավ, ու գնաց հմիել քո դումկեքը, արա էդ իշ ծնունդը ասում տենաս, էդ ում ծնունդն արա, էդ որ ծնունդն ա, էդ որ մի ծնունդն արա, էդ որ չես հասկանում կարա, են մյուսը չի ասում, հասկացակ, չէ? Ու հիմար չի մի անգամի սաղ զենքերը հանի դեմ, են մյուսը պահում մի հատ ուրիշ տեղ ռեկաշետ կանի, էլի, մեր երկու շապատից ասենք մի հատ ուրիշ առիթ ա գնում, ասում մի հատ շտեպսերը թուլացել ա, օրինակ է համար, մի հատ ձգի, հա ուսանք, ասում ես հոսանքից լավ չեմ ասում, ճիշտ է, հոսանքից չես հասկանում, դու մենակ դոշեր լայքելուց ես հասկանում, չէ՞ ու պետք չի ասել ինչ դոշեր, իմ խորհուրդը ձեզ, հանկարծ չհարցնեք, որովհետև եթե կինը մի բան ասում է, ուրեմն դա արդեն քննարկած, հաստատած, նախապատրաստած, գրպանում դրած է, ասենք սկրին արած, մեծացրած, հեռախոսի էկրանին դրած է այդ դոշերը, հենց ասես ինչ դոշեր, հանի սենց բացի ու կողի աշկըտ, ամեն դոշը մի աշկըտ բրիչով, այդ հենց։ Սիրելի հանդիսատես, մեծ պրեմիերա Երևանում, իմպրովիզ, ստենդափ մեր հարկի տակ, նոր ձևաչափ, նոր հասցե, նոր ասելիք և 90 րոպե անդադար ծիծաղ, ապրիլի 10-ին, 11-ին և 12-ին, երեկոյան ժամը 8-ին, սիրով կսպասենք ձեզ HD Արենայում։ Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը, բաց մի թողեք հնարավորությունը լինելու մեր առաջին հանդիսատեսը։ Ինձ շատ հետաքրքիր է, կան դահլիճում մարդիկ, զույգեր, ովքեր չեն հասկանում ես ինչի մասին եմ խոսում այսքան ժամանակ։ Հա, ասենք, զույգը ասում է, արա դե լավ է, խնդրում ենք բան, բայց ես ինչ է ասում ես տղել։ Չէ՞ թե հումորի զգացում չունեն կամ լեզուն չեն հասկանում, հա, հասկացաք չէ ինչ նկատի ունեմ, չկա այս պրոբլեմները իրենց ընտանիքում, երբեք չեն կռվում, կան զույգեր, որ չեն կռվում երբեք, հա, ծափահարեք խնդրեմ, դուք երբեք չեք կռվում, հա, շատ լավ, իսկ կա մի զույգ երբեք չկռվողների մեջ, ովքեր կուզեն բարձրանալ բեմ, մի քիչ շփվենք իրար հետ, հա, ովքեր կգան, դե մեկա գալու եք, ձևեր մի թափեք, լավ մրցանակ կա վերջում, լավ, սենց գայթա կղեմ, շահագրգրեմ, չկռվող մի զույգ, ով կգա բեմ, շփվենք, մի քանի հարցեր կտամ ձեզ, մի փոքրիկ խաղ անցկացնենք, հետաքրքիր ժամանցա հումորային կամ հումորաժամանցային, հետո մի գեղեցիկ չքնաղ նվեր կտանք ձեզ, իսկապես հրաշալի նվեր է լինելու, հիմա չեմ ասում ինչ, վերջում կհամոզվեք։ Եվ ճանապարհենք ձեզ ձեր տեղերը։ Ով կգա։ Դե։ Հիմա կռվում են ով պիտի գա, չէ։ Մի հատ նորից ծափահարենք չկռվող զույգերը միայն։ Հա, դե դուք էլ եկեք, լավ։ Հա, կգաք, համեցեք։ Եկեք, ծափահարենք ձեզ։ Ահա։ Մի ամաչեք հարգարժան ընկեր։ Այո, համեցեք։
Միկրոֆոնը ուրա։ Միկրոֆոն։ Շնորհակալություն։ Բարև ձեզ, համեցեք այստեղ։ Բեմարդակի կենտրոն։ Բարև ձեզ հարգարժան ընկեր։ Ձեր անունը ինչ է։ Գևորգ։ Գևորգ ջան, ձեր։ Ադրինե։ Ադրինե։ Քանի տարի ամուսնացած եք։ Այսօր ձեր 25-ամյակն է, վաու, ջերմ, ծափարենք, շնորհավորենք։ 25 տարվա մեջ երբեք չեք կռվել ձեր ասելով։ Հա, լավ էլի։ Պապայարև Գևորգ։ Հա, քանի բալիկ ունեք։ 3, 2 տղա մի աղջիկ։ Հա, գուշակ եմ ես։ Աստված պահի։ Շատ լավ է, Երևանից եք։ Արարատից, շատ լավ։ Առաջարկում եմ ձեզ Գևորգ ջան, Ադրինե ջան, մի հատ տենց փոքրիկ խաղ անցկացնենք, ես ձեզ տամ թղթապանակներ, պապկաներ, մեջը 4 հատ պատասխանի տեղ, 4 հարց տամ, դուք պիտի գրեք, բայց առանց իրար նայելու, հուշելու, տեսնենք ինչքան են համապատասխանում ձեր կարծիքներն ու պատասխանները։ Համաձայն եք։ Եկեք մի հատ էլ ծափահարենք այս հրաշալի զույգին, պապկաները խնդրում եմ տվեք ինձ, էս պետք չի։ Խնդրեմ։ Ես ժամանակավոր 1000 ներողություն խնդրեմ ձեր մեջ տեղը կանգնեմ, զուտ որ հեռու լինեք իրարից այս մի քանի րոպեն։ Եվ այսպես առաջին հարցը ձեր ծանոթության առաջին հանդիպման երբ եք հանդիպել օրը, ամիսը եւ տարեթիվը, խնդրեմ։ Առաջինի դիմաց Տեսակ մատը։ Թողեր աշկս կհաներ այդ մատով։ Քեժվելը արա այդ դե ոչինչ սխալվելը մի մեծ մեղք չի գրեք ինչ որ մի բան գրեք կինը վստահ եղեք որ գրելու է վստահ եղեք չեք հիշում ամառեր լավ ես կարամ չէ օգնեմ իմ ցեղակցին հա ամառեր մենակ թիվը ինչի թիվն եք բայց գրում Opel Zafira-ի բանը տենց չէ, հարցը հիշում եք, չէ։ Ահա։ Գրեք, ինչ հիշում եք, գրեք, դե հիմա խաղ է, եղածը տենց շատ լուրջ էլ մի վերաբերեք, գրեցիք, չէ։ Երկրորդ հարցը հնչում է այսպես. ձեր կողակցի սիրելի ուտեստը, ձեր ամուսնու սիրելի ուտեստը եւ ձեր կնոջ սիրելի ուտեստը։ Դուք էլ գրեք։ Գնալով սկզբում մատներ, տեսակ։ Այս երկրորդի վրա սենց է, ես չորորդը չեմ էլ պատկերաս, չէ, ասմա չէ դուք կկրվսնեք հաստատ մեզ։ Գիտեք ձեզ համար դժվար է, ես համաձայն եմ, որովհետև կինը միշտ գիտի ամուսնու սիրելի ուտեստը, չէ, բայց կինը ուտում է ինչ դրած է, կանայք ինչ ճիշտնա ճիշտ այդ հարցում համեստ, ինչ էլ դիք ուտեն, ես մենք արա չէ, բդի միսը բանը, չէ, մյուս, բայց վստահ եմ կկողմնորոշվեք, գրեցիք Գևորգ ջան, շատ լավ եղբայրս, երրորդ հարցը այսպիսին նա, առաջին Եվ վերջին նվերը, որ ձեր կինը տվել է ձեզ։ Առաջին նվերը եւ վերջինը գրեք իրար կողք, որ ձեր ամուսինը տվել է ձեզ, նվիրել է ձեզ։ Գևորգ ջան, լավ բրծանգել, թեթև ես մեկ չար։ Առաջինը ինչ ա նվիրել ձեզ, ձեր տիկին։ Դուք մինչև հիմա ուրիշ բան եք մտածում, թե ինչի ես հելա բեմարա, այդ, դրա համար չեք կողմնորոշվում։ Բայց որ հարցերի վրա խորանաք կգտնեք պատասխանները։ Գրեք դե մի բան գրեք Գևորգ ջան, սպասում ենք։ Մենակ վերջինը գրեք, լավ, վերջին նվերը։ Ամենավերջին ասկին գրեք, խնդրում եմ ձեզ։ Դուխին գրի, վայ։ Դուխին գրի, սպանեց։ Դուխին, վсё, վերջ, և չորորդ հարցը ուշադրություն, վերջի կանտրոլնի գնդակարող հարցն է, Գևորգ, ակտիվ շարժումներ չանեք իմ հասցեին խնդրում եմ։ Ձեր կողակցի,
Այսինքն դուք ձեր կնոջ, դուք ձեր ամուսնու, մայրիկի, ծննդյան, օրը, ամիսը եւ թվականը։ Թքին աղբեր։ Ես հասկանում դուք ինչի չեք կռվում երբեք։ Ոչ բանի այդ գլուխ չի դրում։ Վերջ Գեորգ ջան։ Հիմա ամենակարևոր պահը համեմատություն եւ ստուգում, հա։ Ձեր ուրեմն ձեր հանդիպումը եղել է 1996 թվի աշնանը, 96 թվի, այո, շատ ճիշտ է։ Դուք ինչ եք սիրում ուտել։ Նայ, չասի։ Ամեն ինչը բաղկացած է մսից, այո, մսով լինի ցանկացած բան, հեսա, իսկ դուք ինչ եք սիրում։ Ինչ, մի բան ասեք։ Կաթնամթերքների հետ կապված, ձեր ամուսինը գրել է Bounty։ Ճիշտ ասում, չէ՞, շատ լավ։ Մի րոպե, դուք երրորդն եք ուտելիք գրել։ Հա, նվերն է։ Ինչ եք նվիրել առաջինը։ Առաջինն ու վերջինը։ Snickers, այո, ճիշտ է։ Իսկ վերջինը։ Նոր տարվան։ Դուխի չի, բայց դուխով կեպկա էլ չի, դուխով կա, ահա, և երբ ձեր մայրիկի ծննդյան օրը ամիսը թվականը, այո, չէ, ինքը գրել է ձե, այո, թվականը, այո, ահա, օր ամիս, 59 թիվ մայիսի 20, ձեր մայրիկը երբ ծնվել։ 55 թիվ, այդքանն է գրած, մնացածը կարևոր չի, այդքանի համար էլ շնորհակալ եղեք, թե չէ, ստե գժանոց չէ, ապշե։ Շատ շնորհակալ եմ ձեզ, եկեք մի հատ շատ ջերմ ծափարենք այս հրաշալի զույգին, ապրեք դուք իսկապես հրաշք եք։ Սիրելի տիկին, Ադրինե, սա միամսյակի կապակցությամբ ձեզ դուք նվիրեք, հա, թե չէ։ Եվ ուշադրություն, մեր կողմից ամենաթանկ նվերը, թանկը մենակ արժեքով չի պայմանավորված, ասեմ ինչով է թանկ և առաջին անգամ հայտարարեմ շատ սիրելի հանդիսատեսին, հետևորդներին և հեռուստադիտողներին, ապրիլի 1-ին Աստծո կամքով այս տարի բացվելու է մեր թատրոնը HD Արենան, որտեղ կլինեն իմ այո վերջապես երկար ձգտումներից և չարչարանքներից հետո մենք ունենալու ենք HD Արենան, որտեղ լինելու են իմ ստենդափները, լինելու են մեր բոլոր ներկայացումները, նկարվելու են մեր հաղորդումները և դա գտնվում է մեր հարկի տակ, HD, որտեղ HD Production-ն է, որտեղ HD School-ն է, մեր դպրոցն է, ստենդափ կաֆեն է, մի խոսքով Արշակունյաց 4 մամուլի շենք, երկրորդ հարկ, համեցեք ապրիլի 1-ից սկսած ամեն ուրբաթ, շաբաթ, կիրակի և ապրիլի 1-ի բացման հրավիրատոմս ձեզ սիրելիներս հարգելի Գևորգ և Ադրինե ջաներ, սիրով հրավիրում ենք ձեզ HD Արենայի բացմանը, որը տեղի կունենա ապրիլի 1-ին ժամը 19:00-ին հասցեն Արշակունյաց 4 մամուլի շենք, երկրորդ հարկ, սիրով HD Production, շնորհակալություն, մերսի շատ, եկեք ևս մեկ անգամ ջերմ ծափարենք այս հրաշք մարդկանց և ճանապարհենք Այո, մերսի շատ
Դե ինչ, իսկ այսօր այսքանը սիրելի կանայք եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ այս հաղորդումը նվիրված էր ձեզ, մյուսն էլա ձեզ նվիրված լինելու եւ ընդհանրապես մեր նվաստների կյանքն ու ստեղծագործությունները միայն ձեզ համար են եւ ձեր մասին։ Սա HD Stand-up-ի հերթական թողարկումներ HD Production-ի YouTube-յան ալիքում եւ Շանթ հեռուստաընկերության եթերում կհանդիպենք հաջորդ շաբաթ նույն ժամին, նույն տեղում։ Մնացեք խաղաղությամբ, սիրում ենք ձեզ սիրելի կանայք, համբուրում եմ։ Hey!